Ղախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը դադարեցնում է բոյկոտը եւ մտնում խորհրդարան։ Գյորգի Շարաշիձեի խոսքով օրենսդրի մարմնի եւ քաղաքային խորհուրդների ամբիոնները չօգտագործելը ոչ միայն սխալմունք է, այլ նաեւ երկրի եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն։ Վերոնշյալ որոշման պատճառով Ղախարյայի թիմը կրկին դարձել է քննադատության առարկա։ Խորհրդարանի խոսնակը այս քայլը անվանել է դավաճանություն, տրամաբանական ավարտ։ Լյուքսեմբուրգում ընթանում է Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը։ Այլ թեմաների հետ մեկտեղ քննարկվելու է նաև Վրաստանի հարցը։ Հանդիպումից առաջ Եվրամիության առաջնորդներ եւ անդամ պետությունների դիվանագետները հայտարարություններ են արել լրագրողների համար։ Ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են։ Նա կոչ է արել Վրաստանի կառավարությանը լսել ժողովրդին, խոսել քաղաքացիական հասարակության հետ ու հետևել նրանց Եվրոպայի մաս դառնալու ցանկությանը։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վոլտոնենը, որը նույնպես ներկա էր Թբիլիսի կատարած այցի ժամանակ Ռուսթավելի փողոցում ընթացող հանրահավաքին, նույնպես մեկնաբանություններ է արել լրագրողների համար։ Վերջինս ասել է, որ Վրաստանում տեսածը խիստ մտահոգիչ է։ Ինչպես կշարունակվի Վրաստան-Գերմանիա հարաբերությունը։ Ընդդիմության մի մասը Գերմանիայի դեսպանին խորհրդակցությունների համար գերմանական կողմից հետ կանչելու հարցը անվանում է բացասական ու հայտարարում, որ վրացական երազանքը թևակողել է ռուսական ուղեծիր եւ նրանց նպատակն է մեկուսացնել Վրաստանը։ Իսկ իշխող կուսակցությունը հույս է հայտնում, որ Վրաստանի եւ Գերմանիայի միջև երկարատև հարաբերությունները կպահպանվեն, սակայն նրանք նշում են, որ Վրաստանում Գերմանիայի դեսպանը խախտել է Վիեննայի կոնվենցիան եւ միջամտել երկրի ներքին գործերին։ Ի գիտություն Գերմանիան Վրաստանից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետագա աշխատանքի շարունակման ձևը սահմանելու համար։ Ավելի վաղ սեպտեմբերի 24-ին Պետեր Ֆիշերը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն, իսկ հաջորդ օրը գերմանացի դիվանագետը հրավիրվել էր կառավարության շենք կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ խոսելու համար։ Վրացական երազանքը առաջիկա օրերին կդիմի սահմանադրական դատարան, ազգային շարժում եւ դրա հետ կապված կուսակցությունները արգելելու պահանջով։ Ընդդիմությունը խստորեն քննադատում է ներկայացված հայցը, նշելով, որ այս ձևը, որով վրացական երազանքը հանրության առաջարկել է արգելել քաղաքական կուսակցությունները, անհամատեղելի է ժողովրդավարական չափանիշների հետ։ Իսկ իշխող թիմից նշում են, որ վրացական հասարակությունը երկար ժամանակ է սպասել այդ որոշմանը։ Մեծամասնության անդամները հայցը պատրաստել են քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Վրացական երազանքի տվյալներով որակարգում կլինի այն բոլոր քաղաքական սուբյեկտների ներկայության կամ բացակայության հարցը, որոնք դեմ կգնան սահմանադրական կարգին եւ երկրի ազգային շահերին։ Ռուսթավելի պողոտայում ակցիայի ժամանակ օրենքը խախտելու մեղադրանքով ձերբակալվել է եւս 4 անձ, նրանց թվում է Ֆորմուլայի լրագրողը Քեթա Ցիցկիշվիլին։ Ֆորմուլայի տվյալներով նրանք իբր ձերբակալվել են ճանապարհը փակելու համար։ Ինքը Քեթա Ցիցկիշվիլին իր Facebook-յան էջում գրառում է. «Ինձ մոտ էլ եկան միլիցիաները, նրանք կարծում են, որ կամ ես կվախենամ, կամ իմ ընտանիքի անդամները, կամ էլ իմ ընկերները։ Վերջում մենք կհաղթենք, ռուսներ», գրել է Քեթա Ցիցկիշվիլին սոցիալական ցանցում։ Վարչական կալանքի տակ գտնվող ծրագրավորող Թեյմուրազ Սարալիձեն դատապարտվել է 6 օրվա ազատազրկման։ Մի քանի րոպե առաջ դատավորը հրապարակել է որոշումը։ Քննչական մարմինը Սարալիձեին մեղադրում է դիմակը կրել արգելող 174-րդ հոդվածի խախտման մեջ։ Կալանավորվածը իր մեղքը չի ընդունում։ Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայում եւ Չեխիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանների հետ։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Գերմանիայում Վրաստանը ներկայացրել է Ալեքսանդր Կարտոզյան, իսկ Չեխիայում Ռուսլան Աբաշիձեն։ Ալեքսանդր Կարտոզյան տարբեր տարիներ աշխատել է որպես կրթության նախարար Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն։ Նա զբաղեցրել է առաջատար ակադեմիական պաշտոններ Վրաստանի պետական համալսարանում, եղել է նաև հետազոտող եւ դասախոսություններ ու սեմինարներ է կարդացել Բերլին
Բերլինի, Ֆրանկֆուրտի եւ Բրեմնի առաջատար համալսարաններում։ Ռուսլան Աբաշիձը մյուս կողմից տարբեր տարիների զբաղեցրել է հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալի եւ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահի պաշտոնները։ Վրաստանի եւ Իսրայելի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը կստորագրվի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեգա Գելիայի այցի շրջանակներում։ Նպատակն է ընդլայնել Վրաստանի եւ Իսրայելի ներքին գործերի նախարարությունների պետության ազգային անվտանգության միջև առկա ոստիկանական համագործակցությունը եւ փոխանակել աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունում տեղի ունեցած ներխուժման դեպքը եւ Միխայիլ Սաակաշվիլիի մեղադրանքի դրվագը։ Դատավարության ընթացքում հարցաքննվել է ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության աշխատակիցը Թենգիզ Մեզուրնիշվիլին։ Նրա խոսքով ԻՄԵԴ-ին ակտիվորեն լուսաբանել է քննադատական թեմաներ, այդ թվում Գիրգվիլյանիի հարցը եւ քննադատական համագրական քաղաքականությունը անընդունելի էր նախորդ կառավարության համար։ Մեզուրնիշվիլիի խոսքով նոյեմբերի 7-ի առավոտից ԻՄԵԴ-ին ուղիղ եթերում լուսաբանում էր բողոքի ցույցերը, իսկ հատուկ նշանակության ոստիկանությունը կոտրում էր ԻՄԵԴ-ի օպերատորների սարքավորումները։ Նա նաև խոսել է հատուկ նշանակության ոստիկանների հեռուստաընկերություն մուտք գործելու մանրամասների մասին։ Նա հիշել է, թե ինչպես նրանք գրոհեցին եթեր եւ ստիպեցին հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին պառկել գետնին։ Հայկական լրատվամիջոցները խոսում են Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների եւ հատուկ նշանակության ջոկատների միջև տեղի ունեցած բախման մասին։ Զուգընթաց քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտակայքում։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, որը փակել է շենքի մուտքը։ Հայկական մամուլը արդեն հաղորդում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուս 7 անձի կալանավորման մասին։